Սայաթ-Նովան, իրական անունը Հարություն Արութին Սայաթյան, ծնվել է հունիսի 14-ին 1712 թվականին Թիֆլիսում։ Նրա նախնյաց հայրենիքը ամենայն հավանականությամբ եղել է Կիլիկյան Հայաստանը, հոր Մահտեսի Կարապետի ծննդավայրը, Ադանան կամ Հալեպը։ Սայաթ-Նովայի ընտանիքը Թիֆլիսի մոքալաքներից, այսինքն քաղաքային արհեստավորներից էին։ Նրա մանկությունն ու պատանեկությունն անցել է Թիֆլիսում։ Սովորել է գրել, կարդալ հայերեն, վրացերեն, ինչպես նաև իմացել է արաբական այբուբենը։ 12 տարեկանից նրան տվել են արհեստի։ Սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավը հինելու և գործելու նոր դասգահ է պատրաստել։ Երգն ու երաժշտությունը նրան հմայել են դեռ փոքրուց, գուցե հոր և մոր ազդեցությամբ։ Մինչև 30 տարեկանը Սայաթ-Նովան կատարելագործվել է աշխուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ ու պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր, հարմարեցնելով հատուկ մեղեդիներ և կատարել ժողովրդական հավաքույթների ժամանակ։ Նա երկար տարիներ շրջել է Մերձավոր Արևելքում, եղել Պարսկաստանում, Հնդկաստանում և Օսմանյան կայսրությանը ենթակա երկրներում։ Սայաթ-Նովայի կյանքը ավելի քան 150 տարի եղել է գրականագետների, լեզվաբանների, պատմաբանների և փիլիսոփաների բանավեճերի առարկա։ Նրա կյանքի բազմաթիվ կարևոր հանգամանքներ և մանրամասներ մինչ օրս էլ ամբողջությամբ չեն ուսումնասիրվել։ Նա համարվում է ուշ միջնադարի հայ բանաստեղծ, աշուղ, ժողովրդական աշուղական նոր դպրոցի արևելյան ձևի հիմնադիր։ Մեծ է հասել նրանից շուրջ 2200 երգ և 7000 աշուղական բանաստեղծություն։ Սայաթ-Նովայի ծննդյան թվականի հարցը ևս առանձին համակողմանի քննության է ենթարկել Պարույր Սևակը, առկա փաստերի ուսումնասիրությամբ եզրակացնելով, որ նա ծնվել է 1722 թվականին։ Պարույր Սևակի կատարած քննությունը ճշգրտելով և նոր տվյալներով համալրվելով, այժմ 1722 թվականը համարվում է ամենավստահելին։ Սայաթ-Նովան ամուսնացած է եղել Մարմար Շահվերդյանի հետ և ունեցել են 4 երեխա։ Նա կյանքից հեռացել է սեպտեմբերի 22-ին 1795 թվականի, երբ 83 տարեկան էր։